Կորներիստաներ ջան, ողջույն։ Հուսով եմ լավ եք։ Հայաստանի հավաքականն անցկացրեց իր 2 հոկտեմբերյան արտագնահանտրական փուլի հանդիպումները, հյուրընկալվելով Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիներին։ Այս անգամ Քորները հավաքականի հետ ցավոք արտագնախաղերին չէր մեկնել, այնպես որ նկարահանում իրականացնել չենք կարողացել։ Փոխարենը կանդրադառնանք 2 խաղերին, մեր ընկերների կողմից նկարահանված, ինչպես նաև համացանցում հասանելի կադրերի միջոցով։ Առաջին խաղը Բուդապեշտում էր, թե խաղային ձեռագրով և թե խաղամակարդակով անհարմար Հունգարիայի հավաքականի հետ։ Ուժեղ մրցակցի հետ արտագնախաղում Եղիշե Մելիքյանն ընտրել էր 5 պաշտպանով դասավորությունը, հենակետային գոտում Իվո և Սպերցյան, առջևում Սելարայան, Բիչաղչյան և Բարսեղյան։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի կատարմամբ տեսանք կոմպակտ պաշտպանություն և վտանգավոր հակագրոհներ։ Մրցակցի ստեղծած գոլային պահերը սակավաթիվ էին։ Մեր թիմի գրոհներից հիշարժան էր բազմակայլ կոմբինացիան, որն ավարտվեց Լուկասի հարվածով։ Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, իսկ երկրորդի մեկնարկից 10 րոպե անց մրցակիցն այնուամենայնիվ կարողացավ կենտրոնից ճեղքել մեր պաշտպանությունը ու բացել հանդիպման հաշիվը։ Մելիքյանի թիմը շարունակեց կարգապահ ֆուտբոլ խաղալ և փնտրել իր շանսը։ Դրվագներից մեկում անչափ նպաստավոր պահը չիրացրեց ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Էդուարդ Սպերցյանը։ Իսկ խաղավերջում մրցակիցը հակագրոհի վրա որսած խաղը փրկելու նետված մեր հավաքականին և Ուրախություն ազգային ստադիոնում հավաքված շուրջ 67 000 երկրպագուների հաղթեց 2-0 հաշվով։ Մինչ երկրորդ խաղին անցնելը ձեզ համար սուպեր մրցույթ ենք բերել։ Այս թողարկման YouTube-յան մեկնաբանություններում գրիր կարծիքդ ազգային հավաքականի հոկտեմբերյան խաղերի մասին։ Պատահականության սկզբունքով ընտրված հաղթողը կստանա մեր մրցանակը՝ Հայաստանի հավաքականի գեղեցիկ սև անխաղաշապիկը։ Մրցույթի վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է, ժամը 18:00։ Երկու օր անց ազգային թիմն արդեն Դուբլինում էր, որտեղ պետք է մրցեր նախորդ ամիս Երևանում պարտված և գերմոտիվացված իռլանդացիների հետ։ Հունգարիայի հետ հանդիպման համեմատ Եղիշե Մելիքյանը 3 փոփոխություն էր կատարել հավաքականի մեկնարկային կազմում։ Գեորգի Հարությունյանին, Վահան Բիչաղչյանին և Լուկաս Սելարայանին փոխարինել էին Ստյոպա Մկրտչյանը, Ժիրայր Շաղոյանը և Հրանտ Լեոն Ռանոսը։ Հունգարացիների հետ մարտական դիմակայությունից հետո Դուբլինում Հայաստանի հավաքականը էլ ավելի վստահ տեսք ուներ։ Առաջին խաղակեսում մեր տղերքը շատ գրագետ փակում էին ազատ գոտիները, պայքարում էին ամեն գնդակի համար և գրեթե ոչինչ թույլ չտվեցին դաշտի տերերին։ Հաջողությանը ավելի մոտ էր Հայաստանի հավաքականը, սակայն եռակալ կոմբինացիայի և Կամոյի փայլուն փոխանցումից հետո Սպերցյանի հարվածին ընդամենը սանտիմետրեր չբավականացրեցին։ Երկրորդի մեկնարկում Մելիքյանը խաղադաշտ է դուրս բերում Սելարայանին, և Հայաստանի հավաքականը կարծես պատրաստ էր դեպի հաղթանակը գնալու։ Սակայն րոպեներ անց տեղի ունեցավ խաղի վճռորոշ և բեկումնային դրվագը։ Տիգրան Բարսեղյանը վեճի ընթացքում գլխով հարվածեց մրցակցին և միանգամից հեռացվեց խաղադաշտից, վերելքով խաղն անցկացնող Հայաստանի հավաքականին դնելով ծանր իրավիճակի մեջ։ Нет, по-моему, за красный пятнулся, да. Խաղի սցենարը կտրուկ փոխվեց։ Մեր հավաքականը ստիպված սկսեց առավելապես մտածել պաշտպանության մասին։ Իռլանդացիները հատկապես եզրային փոխանցումների և երկրորդ հարկում հաղթելու շնորհիվ մի շարք գոլային պահեր ստեղծեցին, բայց գրեթե բոլոր դրվագներում տպավորիչ կերպով Հայաստանի թիմին փրկում էր Հենրի Ավագյանը։ Սուպեր սեյվ էր Սուպեր Հենոյի կատարմամբ։
Ցավոք 70-րդ րոպեին մեր ընտրանում չկարողացան փրկել ոչ Ավագյանը, ոչ էլ լավ խաղ անցկացրած մեր պաշտպանները։ Իտալական Ռոմայի 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնի գոլը հաղթական էր։ Անկախ արդյունքից տեսանք կերպարանափոխված, մարտունակ, վերելքի ուղին բռնած եւ հստակ խաղային պլանով Հայաստանի հավաքական։ Հավատում ենք Եղիշե Մելիքյանին եւ մեր ֆուտբոլիստներին։ Առանձնահատուկ ռեսպեկտ աշխարհի ցանկացած ծայրում մեր հավաքականի կողքը կանգնած եւ ազգային թիմին աջակցող հայ երկրպագուներին։ Խաղից հետո հավաքականի տղերքն ավանդաբար մոտեցան ֆան սեկտորին, շնորհակալություն հայտնեցին աջակցության համար եւ երկրպագուներին խաղաշապիկներ նվիրեցին։ Նոյեմբերին ընտրական փուլի վերջին երկու խաղում կընդունենք Հունգարիային եւ կհյուրընկալվենք Պորտուգալիային։ Կանգնենք Հայաստանի հավաքականի կողքին եւ սիրենք մեր ֆուտբոլը։ Եթերում կորներն է։